Իհարկե, բոլոր սերմերը մերն են։ Ես պարզապես չեմ կարող դրանք վերցնել։ Եթե դուք լավ տղաներ եք, գնացեք ու վերցրեք ինքներդ։ Մամաս ինձ ասալ է, որ ուտիլից չխոսամ։ Սերմերը բոլորը իմն են։ Պարզապես չեմ որոշել 100%-ից 90% վերցնեմ, 80, 70, թե 60։ Ինչքան ուզեմ, այնքան կվերցնեմ։ Սա Մուկոլն է։ Նա ամեն ինչից շատ սիրում է հեռուստացույց դիտել ու թերթ կարդալ։ Նա ապրում էր առյուծի որջում և երազում էր առյուծի պես ուժեղ լինել։ Կարծնեք ինչպես եղավ, որ նա ապրում էր առյուծի որջում։ Դե ուրեմն, սկսենք սկզբից։ Մուկոլն ու առյուծը։ Հին ժամանակներից ապրում էր անտառում մի մեծ առյուծ։ Նա անտառի բոլոր սերմերի պահապանն էր։ Սերմերը պահվում էին այստեղ, որպեսզի ցանկացած աղետի դեպքում անտառը ապահով լիներ։ Անցյալում աղետներ շատ էին եղել, բայց անտառը միշտ վերածնվել էր, քանի որ առյուծը պատասխանատու հսկում էր սերմերը։ Անտառում այլ կենդանիներ էլ կային։ Հյուսիսում ապրում էր արջը, որը խոստացել էր, որ անհրաժեշտության դեպքում կգա ու կօգնի առյուծին։ Իսկ արևմուտքում ապրում էր քաջ աքլորը, որը խոստացել էր վտանգի դեպքում իր կանչով զգուշացնել բոլորին։ Իսկ լճի մյուս կողմում ապրում էր հզոր արծիվը, որը խոստացել էր բարձր թռչել երկնքում և հսկել, որ բոլորը իրենց կարգին պահեն։ Վերջին տարիներին որոշ մկներ գաղտնի մտել էին առյուծի որջը, բայց առյուծը նրանց չէր քշում։ Առյուծը շատ բարի էր և որոշել էր, քանի դեռ մկները մեծ վնաս չեն հասցնում, կարող են մնալ։ Եվ Մուկոլը այդ մկներից մեկն էր, բայց նա որոշել էր իր սեփական խաղը խաղալ։ Մի օր, երբ Մուկոլը դիտում էր իր ամենասիրելի հեռուստածրագիրը, մի արտասովոր բան տեղի ունեցավ, ինչ-որ մեկը կանչեց նրան։ Մուկոլ, Մուկոլ, արի խոսանք։ Երբ Մուկոլը մոտեցավ անծանոթին, նա ինչ-որ բան շշնջաց, որը Մուկոլին շատ ուրախացրեց։ Հաջորդ առավոտ առյուծը որջի անկյունում աղմուկ լսեց։ Եվ էնակչեմ, քայլում եմ, Օ, առյուծ, եթե ինձ վստահես սերմերը հսկելը, խոստանում եմ, այլևս ոչ մի սերմ չի գողացվի երբեք, և այլևս ոչ մի մուկ, ու ոչ մի ձուկ չի պլստալու, այսօրվանից գողերի ժամանակը անցել է, և ես ինքս կգնամ ու կգտնեմ ու կբերեմ գողացված ամեն սերմ, ամեն հատիկ ու ամեն փշուր։ Մուկոլի առաջարկը առյուծին զվարճալի թվաց, որ օգնական ունենալը վատ միտք չէ։ Մուկոլը չվերադարձրեց այն, ինչ առաջ էր գողացվել, բայց ամբողջ գողությունը կանգ առավ։ Առյուծի համար դա էլ էր բավարար։ Առյուծը հոգնել էր։ Նա շոտ երկար տարիներ անքուն հսկում էր սերմերը։ Նա վստահում էր իր ընկերներին, արջին, աքլորին ու արծվին, իսկ այժմ նաև Մուկոլին, և ցանկացավ մի փոքր քնել։ Մուկոլը երջանիկ էր։ Նրա ամենացանկալի երազանքը իրականացել էր։ Հայլարա, ոչդ վերեմ, Մուկոլ ջան, դու ես տերը սերմերի, Մուկոլ ջան, Մուկոլ, հույսով եմ չես մոռացել քո խոստումը, բացի դուռը, հենց հիմա։
Ես մեղավոր չեմ, ես պատասխանատու եմ, բայց ես մեղավոր չեմ։ Առյուծը շատ խորն էր քնած, և աղմուկը նրան չարթնացրեց։ Արջը նույնպես քնած էր։ Նա շատ մեղր խմելուց հարբել էր, իսկ աքլորը զբաղված էր։ Նա մաքրում էր իր գույնը խավարասերներից։ Իսկ հզոր արծիվը, նա հիվանդ էր։ Նա վարակվել էր նոր վիրուսով և այլևս չէր հսկում ոչ մեկին։ Իսկ առյուծը մի հրաշալի երազ էր տեսնում։ Երազում նա փոքրիկ էր և խաղում էր իր մոր հետ, ում շատ էր կարոտել։ Զարթնիր, որդիս։ Այսօրվանից դու կանես այն, ինչ որ ես կասեմ։ Իսկ ես քեզ կպաշտպանեմ։ Առյուծը հավաքեց բոլոր սերմերը և նույնիսկ վերադարձրեց այն սերմերը, որոնք գողացվել էին անցյալում, և առյուծը վերջապես հասկացավ այս պարզ ճշմարտությունը. վստահիր ընկերներիդ, բայց երբեք մի կորցրու զգոնությունդ, և որ նա կարող է հույս դնել միայն իր վրա, և երբեք ընկերություն չանել մկների հետ։ Կհարցնեք, ինչ եղան Մուկոլն ու մյուս մկները։ Նրանք վախից այնքան հեռու փախան, որ ոչ ոք նրանց այլևս չտեսավ։